Մենք իրականության մեջ պատրաստել ենք մեկ զեկույց, որը ասուլիսից հետո նաև ձեզ հասանելի կտրամադրենք և կդարձնենք, և այս զեկույցի աշխատանքի պատրաստման փուլում մասնակցել են բազմաթիվ մասնագետներ և բոլորը իրենց մասով իրենց մտածողությունը և մտահոգությունները փորձել են արտահայտել, որպեսզի լինենք ամփոփ, կարող ենք բաժանել ընդհանուր զեկույցը այդ հատվածով մտահոգությունների երկու մասի, նախ կառուցապատման գործընթացների և իրավակարգավորումների, ինչպես նաև օրենսդրական դաշտի խնդիրներ, որոնք որ նկատում ենք, և մյուսը դա կլինի արդեն անմիջապես նախագծի լուծումները, որոնք որ բխել են կարծես մեկը մյուսից հերթականությամբ։ Տեսեք, մենք գործ ունենք հանրապետական նշանակության հուշարձանի հետ։ Դա մեր երկրում ամենաբարձր կարգավիճակ ունեցող հուշարձանն է, որը իր հանդեպ ունի նաև իր յուրահատուկ մոտեցումների ցանկը, նաև օրենսդրական դաշտում։ Մենք նախևառաջ ունենք կառավարության գործադիրը հաստատել է կարգեր, ըստ որոնց հուշարձանը դասվում է ունի իր ցուցիչը 1.6, որով որ ինքը դասվում է այդ հուշարձանների հանրապետական նշանակության ցանկում իր տեղն ունի, և բացի այդ նաև մենք ունենք գործադիրի կողմից սահմանված հստակ կարգեր, ինչպես պետք է վերակառուցվեն նմանատիպ հուշարձանները։ Հիմա այդ կարգը նկարագրում է, որ բոլոր գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը իրենք ստորադաս են, եթե ոչ հավասար այն հանգամանքում, որ շենքի կամ այդ շինության հուշարձանի գեղարվեստական տեսքի վերականգնման գործընթացում չեն կարող հակասող համարվել։ Այսինքն չի կարող լինել մի շինարարական նորմ, որը պահանջի, որ պետք է այնպես անենք, որ այդ շինության գեղարվեստական տեսքը խաթարվի։ Դա հստակ կառավարության որոշման կետերից մեկն է, 77-րդ կետն է հուշարձանների վերականգնման կարգի, ինչպես նաև կա իրենից հետո եկող 85-րդ կետը, որը որ ասում է, որ նմանատիպ աշխատանքներ նախագծեր մեկնարկելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել հստակ նախագծային առաջադրանք և հետազոտություն։ Ինչ է սա իրանից ներկայացնում։ Այսինքն պետք է հստակ ուսումնասիրություն կատարվի իր գոյություն ունեցող ներքա կարգավիճակը։ Այդ շինությունը կենդանի օրգանիզմ է, դա մի էակ է հիմա շինության տեսքով, որը իր ամեն մի քարն ու մասնիկը գտնվում է իր ուրույն տեղում և իր ուրույն գործն է անում։ Հիմա եթե մենք ենթադրում ենք, որ կամ ասում ենք, որ գուցե այնտեղ ինչ-որ ջրեր կան, կամ անձրևային հոսքեր կան, կամ ինչ-որ նմանատիպ խնդիրներ կան, մենք այդ ամենը պետք է հստակ ուսումնասիրենք, ոչ կործանարար մեթոդներով ուսումնասիրենք, այսինքն պետք է զոնդավորենք, սկանավորենք, ուլտրաձայնային միջոցներով գործողություններ կատարենք և այդ նոր ու այդ ուսումնասիրության հիման վրա փորձենք հասկանանք իր հիմնային խնդիրները որոնք են և ինչպիսի առաջադրանք պետք է տանք նախագծողին, որպեսզի ինքը կարողանա հստակ այդ խնդիրները լուծել։ Այս նախագծային փաթեթում, որը որ մեր ձեռքի տակ է հայտնվել, մենք տեսնում ենք, որ կամ առնվազն այդ աշխատանքը չի արվել, կամ չի արտացոլվել ընդհանրապես այդ առաջադրն այդ նախագծում, և ըստ էության ստացվում է, որ մենք անիմացության մեջ խարխափում ենք, պարզապես ինչ-որ լուծումներ ենք անում, ընդ որում կործանարար սկզբունքներով, ապա մոնտաժում ենք, քանդում ենք այդ ամենը, տեսնենք ինչը տակը գտնվում թե ոչ, հետո ինչ-որ գործողություններ ունենք։ Դա լիովին անթույլատրելի մոտեցում է և դա նաև հակասում է ICOMO-ի, դա միջազգային կազմակերպություն է, որը ուսումնասիրում է և ձևավորում է մոտեցումներ 20-րդ դարի հուշարձանների պահպանության հարցերում։ Քանի որ 20-րդ դարը նաև նոր նյութերի ի հայտ գալու ժամանակաշրջան էր, այստեղ այս դարաշրջանին պատկանող հուշարձանները նաև ունեն իրենց ուրույն մոտեցումները պահպանության, ինչպես պետք է արվեն, օրինակ բետոնի, ապակու և այլ։ Հիմա այս ICOMO-ի միջազգային այդ ժառանգության պահպանության մոտեցումները նաև ընդունված են նախնական զեկույցով նաև Հայաստանի Հանրապետության կողմից և իրենք համամարտկային բարոյական շատ բոլոր մասնագետների կողմից կարծում եմ ընդունելի մոտեցումներ են։ Եվ դրանցից առաջինը օրինակ գիտելիքի ձևավորման փուլն է, որտեղ որ հստակ պետք է ուսումնասիրություններ կատարել, որ գիտելիք ձևավորել շինության վերաբերյալ, ապա նոր գործողություններ կատարել հիմնվելով այդ գիտելիքի վրա։ Երկրորդը դա իսկության հարգումն է, այսինքն
շինության իր հստակ ձևի, իր ոճի, իր քարի նյութի պահպանության խնդիրն է։ Այսինքն մենք չենք կարող այդ հուշարձանին վերաբերվել որպես շարքային մի շինություն, օրինակ շինություն, մի հատ շենք։ Չենք կարող գնալ բոլոր քարերը պոկենք իր վրայից, իր տեղ ուրիշ բան կցնենք, ասենք սա է ձեր հուշարձանը։ Չէ, դա հուշարձանի վերանորոգում, վերակառուցում չի, դա պահպանություն չի, դա ինչ-որ այլ գործընթաց է եւ որը նման է ընդհանրապես կամ բնորոշ է լրիվ այլ ինչ-որ շինությունների, տիպային, ոչ նման եզակի ունիկալ շինությունների։ Եվ երրորդ մոտեցումը օրինակ ICOMO-ի դա նվազագույն ներգործությունն է, միջամտությունն է, այսինքն մենք պետք է ուսումնասիրեինք, գիտելիք ձևավորեինք, հստակ ախտորոշեինք, որ հատվածներում մենք ինչ խնդիրներ ունենք եւ տեղային այդ միջամտությունները կատարեինք, այլ ոչ այդպիսի մեծածավալ շինարարական ապամոնտաժման աշխատանքներ մեկնարկեինք։ Ինչպես Տիկին Թարխյանը ներկայացրեց, այդ քարերի, մեծածավալ քարերի եւ այդ բետոնե միջուկի միասնությունը դա էր կազմում հուշարձանի գաղափարային եւ նյութական իսկությունը։ Հիմա երբ որ մենք առանձնացնում ենք այդ մեծածավալ քարերը, որոնք ըստ էության միդից շարվածքի տեսք ունեին այդ ամբողջ համալիրի մեջ, դա պարզապես փոխում ենք եւ ասում ենք դրա տեղը դնում ենք երեսապատում, ստացվում է, որ մենք ունենք մի հուշարձան, որը մի սկզբունքով էր արած, մի տեխնոլոգիայով էր արված, մի տեսք ուներ, դա ամբողջովին փոխարինում ենք, սարքում ենք բետոնե միջուկով, ինչ-որ աբլիցովկայով, հա, կներկայացնենք ասենց երեսապատմամբ, ինչ-որ բարակ շերտերով, քայլերով մի բան, դա լիովին այլ շինություն է, ինչը խաթարում է հեղինակի միտքը, հեղինակությունը իր ստեղծագործության հանդեպ իր ունեցած հեղինակային իրավունքով սահմանված չափորոշիչները եւ օրենքի պահանջները։ Հիմա այդտեղ էլ ենք մենք խնդիրներ տեսնում, որ հեղինակային նաև իրավունքներն են խախտվել Արթուր Թարխյանին եւ իր ժառանգների նմանատիպ գործողության մեջ։ Մենք նաև խնդիր ենք տեսնում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված նախագծման թույլտվության, ճարտարապետահատակագծային առաջադրանքի եւ իրականացված նախագծի միջեւ։ Տեսեք, թիմ մարմինները իրենց տվել են թույլտվություն իրականացնել ամրակայման, վերանորոգման աշխատանքներ։ Հիմա իրենք իրականացնում են վերակառուցման աշխատանքներ։ Մեր կառուցապատման գործընթացները եւ մեր օրենսդրական դաշտը, ինչպես նաեւ գործադիրի կողմից ընդունված բոլոր իրավական ակտերը հստակ տարանջատում են վերանորոգումը վերակառուցումից, այսինքն ռեմոնտ, հա, եւ ռեկոնստրուկցիա, լրիվ տարբեր բաներ են։ Հիմա իրենք ստացել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն անել վերանորոգման, վերականգնման, ամրակայման աշխատանքներ, բայց անում են լրիվ վերակառուցման աշխատանքներ, ինչը իր մեջ մեր քաղաքաշինական գործընթացների կանոնակարգերով նախատեսում է լրիվ այլ ընթացակարգ, թե նախագծի պատրաստման, թե ավելի բարդ իհարկե, քանի որ դա իր մեթոդաբանությամբ ավելի բարդ աշխատանք է։ Հիմա անհասկանալի է, այսինքն մենք ունենք մեր երկրում եզակի ունիկալ մեզ համար այդքան կարևորագույն ունեցող օբյեկտ, բայց մոտեցումը իրեն ցուցաբերում ենք լիովին այլ։ Միթե անհնար է այդ նվազագույն շեմը, որը որ նորմատիվատեխնիկական փաստաթղթերով ամրագրված է, ինչեր պետք է անել, այն գործընթացները, որոնք կառավարության կարգով են նկարագրված, ինչպես դա պետք է իրավական դաշտում արվեր։ Միթե անհնար էր ոչ թե նվազագույն շեմը բավարարել, այլ ավելին։ Հիմա մենք խոսում ենք դրա մասին, որ ընդհանրապես արվել է լրիվ այլ բան, ինչը որ հիմա արվում է, այսինքն իր քաղաքաշինական փաստաթղթերը եւ այն ինչը իրենք անում են, ըստ էության իրար հետ դեսոնանսի մեջ է գտնում, իրանք լրիվ ուրիշ բան են անում, այն ինչը որ պետք է անեն։ Հիմա եթե նաեւ անդրադառնանք իրենց աշխատանքային մեթոդաբանությանը նախագծի իրականացման, այստեղ մեզ մոտ նաեւ տեղ ենք մենք հարցեր տեսնում, բացի այն, որ իրավական դաշտում կա, մեր զեկույցում նշված է 5-ից ավել մենք խնդիրներ ենք տեսնում, որոնց առնվազն պատասխաններ ենք ակնկալում նախագծային թիմի կողմից եւ նաեւ պատվիրատուի իրենց կողմից, նաեւ մենք տեսնում ենք նախագծային լուծումներում խնդիրներ, որոնք որ շատ մտահոգիչ են։ Օրինակ հիմա մենք
անընդհատ խոսում ենք շինարարական հրապարակի կազմակերպումից, անվտանգությունից եւ շինհրապարակի ընդհանուր կազմակերպման խնդիրներից։ Մենք իրենց նախագծում տեսնում ենք, որ բավականին բաց թողումներ կան կամ առնվազն կարելի է այդ հատվածները ավելի մանրամասն իրականացնել, մասնավորապես այցելուների անվտանգության մուտքի ելքի խնդիրները, ինչպես է իրականացվում, բանվորական կազմի այդտեղ գտնվելու անվտանգության խնդիրները, իրենց տարական կենցաղային պայմանների ապահովման խնդիրները, այդ ամենը նախագծով ըստ էության այդ խնդիրները բաց են մնում եւ չեն լուծվում։ Ինչ վերաբերվում է այդ նախագծային լուծումների, մենք տեսնում ենք, որ նախագծով, քանի որ ի սկզբանե հստակ ուսումնասիրություն չի արվել եւ գնահատական չի տրվել առկա խնդիրներին, մենք հիմա գնում ենք ինչ-որ մի հատ այլ տարբերակով եւ սխալ ենթադրություններով, որի հիմնավորումները կարծես թե չկա եւ չենք տեսնում այդ նախագծային փաթեթում, ոչ նախագծի մասում, ոչ իր ելակետային տվյալների բաժիններում։ Հստակ չենք տեսնում այդ ուսումնասիրությունը եւ հիմնավորումը, ինչու ենք մենք ապամոնտաժում այդ քարերը, այդ նյութերի երեսապատումը։ Գուցե դրա հիմնավորումը կա, գուցե ուժեղ ինչ-որ շատ խորացված ուսումնասիրություն է կատարվել, բայց դա չկա, անհասկանալի է։ Ինչու ենք ապամոնտաժում եւ խաթարում ամբողջ այդ կոնստրուկտիվ համակարգը, դրա հիմնավորումները չկա եւ անհասկանալի է դրա հիմքը որտեղ է։ Աշճանավանդակները, ինչի ենք մենք այդ աշճանները այդպիսի մեթոդաբանությամբ հանում եւ նույն Տիկին Թարգմանի կողմից հնչեցրած հարցը այդ հսկայական այդ խրամուղին, որ պետք է փորվի հուշարձանի շուրջ, ինչ նպատակ է դա հետապնդում, եթե դա ինչ-որ դրենաժային անձրևից պաշտպանվելու ինչ-որ խնդիր է, ապա եկեք հասկանանք դա որտեղից է գալիս։ Եթե իրենք ուսումնասիրություն կատարած լինեին հենց անմիջապես հուշարձանի նախագծի ելակետային տվյալները, կտեսնեին, որ եղել է ժամանակին հստակ գեոլոգիական եւ մնացած ուսումնասիրություններ, որոնք որ բացահայտել են, որ սարի բլրին գրունտային ջրեր չկա, այդտեղ ու տրամաբանությունն էլ ասում, որ սարի գլխին ջուր չի լինում, ինչ ուրիշ տեղ է դա լինում, հովտում եւ այլ, որ մոտակա ջուրի աղբյուրը Հրազդանի կիրճով հոսող գետի մակարդակում է գտնվում 250 մետր ներքև այդ գետից։ Հիմա մենք այդ դեպքում ինչ ջրերի մասին ենք խոսում, այսինքն գուցե դա մակերևույթային ջրեր են, որոնք որ հավաքվել են, բայց եթե դա այդպես է, նախագծով արդեն իսկ հստակ լուծումներ տրված էր այդ ջրերը ինչպես պետք է հեռացվեին եւ մաքրվեին։ Գուցե ինչ-որ այլ ջրեր են, որը սիզամարգերի օրինակ գազոնի ինչ-որ ջրելու, ինչ-որ այլ ջրեր են, այդ ամեն ինչի պատասխանը չկա եւ դրա տեղը կա մի հատ ինչ-որ մեթոդաբանություն, որ եկեք հուշարձանի շուրջ փորենք 3.5 մետր լայնությամբ եւ գրեթե 4 մետր խորությամբ մի հատ խրամուղի, այնտեղ տեղադրենք դրենաժ եւ ըստ էության մենք չգիտենք, գուցե երբևից այնտեղ ջուր չի հասել, բայց մենք հիմա որոշել ենք մեր ենթադրություններով, ասում ենք եկեք ջուրը տանենք, հասնենք այնտեղ այդ հիմքում, հետո ջրին ասենք, այ դու պետքա գնաս այդ դրենաժի խողովակը գտնես, այդտեղով հոսես։ Հիմա այդ ամբողջ այդ լուծումները արդյոք իրենք շինությունը կամ շինության համար դրական ազդեցությունն են, թե հակառակը բացասական։ Այս ամենը ըստ էության բացակայում է եւ ստացվում է, որ մենք ունենք մի իրավիճակ, որ մենք գործողություններ ենք անում պարզապես խախապելով անիմացության մեջ։ Հիմա մենք ճարտարապետական հանրությունը ինձ շատ լավ կհասկանա, մենք մեր ստեղծագործություններին շինություններին, որի վրա մենք աշխատում ենք, մենք կյանք ու հոգի ենք դնում եւ դա համարում ենք ինչ որտեղ մեր հոգեզավակը եւ նույնպես նմանատիպ վերաբերմունք ենք պահանջում մնացածից, այսինքն նաեւ գնում ենք շինհրապարակում, հսկում ենք, խնդրում ենք, որ ճշգրիտ լինի, որակով լինի եւ այլ եւ իր հետագա կյանքի ընթացքում կարծես անտեսանելի մի թելով կապված ենք այդ շինության հետ։ Հիմա դա կարծես մեր հարազատն է։ Հիմա ստացվում է, որ մենք մեր հարազատի մասին ախտորոշում չանելով, օրինակ ինչ որ մեկը իր հարազատին կամ մտերիմին կթողեր բուժում նշանակին, ընդհանրապես չախտորոշելով ինքը ինչ խնդիր ունի։ Հիմա մենք այդպիսի մոտեցում ենք որդեգրել, անում ենք գործողություններ, որը որ չգիտենք, իրեն օգտակար է ընդհանրապես թե ոչ։ Եվ մենք ականատեսնենք, որ փաստացի ոչ թե մենք տրամաբանությունն է մեզ մոտ գերիշխում, այլ պարզապես բովանդակությունը։ Մեզ պետք է դա արագ անել,
հիմա արագ ինչ-որ մի հատ շղթայի մեջ ենք ընկել։ Շինարարը իր հերթին ինչ-որ պայմանագրային հիմունքներ ունի, որտեղ որ պարտավորված է, որ օր առաջ պետք է անի։ Ինչով պետք է անի, այդ նախագծով պետք է անի, չի կարող շեղվել։ Այնտեղ ինքը իր խնդիրն ունի, նախագծային թիմն իր խնդիրներն ունի, եւ այդ շղթան կարծես կանգ չի առնում։ Մենք տեսնում ենք, որ ահազանգում ենք մի քանի անգամ, ասում ենք, որ բարձրաձայնում ենք այդ խնդիրը, որ կա նմանատիպ բովանդակային խնդիր, անհրաժեշտ է դադար տալ եւ ուսումնասիրել։ Բայց կարծես այդ գործընթացը գնում է եւ հիմա մեր զեկույցի նաեւ հիմնական հատվածը այն է, որ տեղեկացնենք հետագա փուլերով մենք որտեղ ենք հայտնվելու, ինչը իհարկե շատ մտահոգիչ է։